Բարև ձեզ, այսօր զրուցելու ենք քաղաքական գիտությունների թեկնածու Հայաստանի Շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Ինչը դրդեց ձեզ հիմնելու Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը։ Գիտակցումը, որ եթե մարդ մուտք է գործում քաղաքականություն, ապա պետք է գնա կուսակցաշինության ճանապարհով, որտեղ կազմակերպա իրավական ոչ մի այլ ձևով ռեալ փոփոխություններ ներքաղաքական դաշտում անհնարին է իրականացնել, ոչ շարժումը, ոչ հասարակական կազմակերպությունը, ոչ անգամ տնտեսվարման այլ կազմակերպա իրավական ձևեր, ենթադրենք սահմանափակ պատասխանատվության ընկերություն ՓԲ, ոչ մի կերպ հնարավորություն չունեն ներքաղաքական դաշտում բեկումնային փոփոխություններ իրականացնել կամ առհասարակի ինքնաիրացվել բացառությամբ քաղաքական ինստիտուտների, ինչպիսիք են որ կուսակցությունները, եւ վերջին կաթիլը ինձ համար 2023 թվականին դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանի ԵԱՏՄ նախագահություն ստանձնումն էր, ես հասկացա, որ անհնարին է այլևս, դա բետոնից պատ է, որ հնարավոր չէ որևէ կերպ շեղել կամ ուղղորդել դեպի Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական շահերին սպասարկող ուղղություններ։ Ինչու շնորհապետական։ Շնորհապետական բառը դա մերիտոկրատիա բառի հայերեն համարժեքն է, այսինքն արժանավորների իշխանություն։ Պետք է առաջարկվեր ժողովրդին մի բան, որը որ դրա ճիշտ հակառակը կլիներ, դա արժանավորների իշխանությունն է, մերիտոկրատիան։ Ընտրվելու արժանավորները։ Առաջինը դա մարդու մարդկային որակներն ու հատկանիշներն են, տեսակը, ինչպիսի մարդ է այդ անձնավորությունը։ Երկրորդը նրա պրոֆեսիոնալ հատկանիշները, այսինքն լավ մարդ եւ լավ պրոֆեսիոնալ մերիտոկրատիայի մասն է լինում։ Լուստրացիայից հետո պարզաբանի թե ովքեր որ անձիկ կարող են բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այնուհետև վեթինգի մեթոդով կարողանանք հասկանանք թե որ անձանց պաշտոնավարումն է արդյունավետ Հայաստանի Հանրապետությունում։ Եվ դա պետք է արյան շրջանառության նման անընդհատ առողջ լինի, անարդյունավետ կադրերը պետք է հեռանան, նորերին տեղը բացելով եւ նորերը պետք է մուտքի հնարավորություն ունենան։ Վերլուծելով ներկայիս իշխանության թե արտաքին թե ներքին քաղաքականությունը, որ հիմնական խնդիրներն եք վերհանել ու ինչպիսի քայլեր եք պատրաստվում ձեռնարկել այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Խոսքը հենց գործնական հողի վրա քայլերի մասին է։ Ներկայիս իշխանությունները խարխափում են, ինչպես նավակը բաց օվկիանոսում։ Նրանք չունեն մեծ ռազմավարություն, նրանք չեն հասկանում, թե Հայաստանի Հանրապետությունը 50 տարի հետո ինչպիսի պետություն պետք է դառնա եւ ինչ առաքելություն պետք է կրի։ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ծիրում մշակվում է մեծ ռազմավարություն, grand strategy, որից ածանցվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը եւ որից էլ իր հերթին պետք է ածանցվեն ոլորտների ռազմավարությունները, այնուհետև արդեն մարտավարական մակարդակի փաստաթղթեր, որ կիրարկվեն իմպլեմենտացիայի ենթարկվեն ռազմավարական դրույթները։ Ինչ քաղաքական թիմ ունեք ու արդյոք ունեք տեխնացուներ, որ զբաղեցնելու են հետագայում հստակ նախարարությունների նախարարի պաշտոնները ու շատ քիչ ժամանակ կա մինչև 2026 թվականի ընտրությունները արդյոք կհասցնեք մշակել այդ ռազմավարությունը։ Անշուշտ ռազմավարությունները կհասցնենք պատրաստել, խնդիրը վերաբերվում է ավելի շատ կադրային ներուժի, արդյոք դա կկարողանանք անբարել թե ոչ, պետք է ամբողջ Հայաստանի Հանրապետության, այդ թվում նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կադրային ներուժից օգտվես։ Շատերը ակնկալում են, որ մենք ցույց տանք նրանց այն թիմը, որը որ հայեցողական պաշտոնները կզբաղեցնեն։ Բայց նմանատիպ թիմ մենք կցույց տանք հանրությանը միայն ընտրությունների պաշտոնական ընտրարշավի մեկնարկի ժամանակահատվածում, որպեսզի կարողանանք խուսափել խարդավանքներից։ Այսինքն դուք պատրաստվում եք ընտրել, ունենալ հստակ թիմ, որոնք կզբաղեցնեն հստակ պաշտոններ ձեր բավարար քվեներ հավաքելուց հետո, բայց չեք հրապարակի ու այսինքն գաղտնի կլինի մինչև ձեր քարոզարշավի մեկնարկը, այո, երկրի պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյա անձանց տեղերը մեր տնից չենք բերելու։ Հետևաբար այդ բարձրաստիճան պաշտոններում պետք է զբաղեցնեն եւ որոշումների կայացմանը մասնակցեն լավագույն մասնագետները։ Շնորհապետ արժանիների իշխանություն նշանակում է եւ լավ մարդ, որ պարկեշտ, մաքուր, հետագիծ է ունեցել եւ լավ պրոֆեսիոնալ։ Իսկ ինչպես եք ճշտելու, իմանալու այդ մարդը լավ մարդ է թե ոչ։ Իր կենսագրությամբ։ Եվ հաղթանակի պարագայում ամենավճռական եւ առաջնային քայլերը, որ մենք կանենք, դա պետական կառավարման համակարգի շրջաբերաբար փոփոխությունն է։ Կարող եք առանձնացնել 3-4 արտաքին քաղաքական խնդիր ու
նույնքան ներքին քաղաքական խնդիր կան, գուցե եթե ավելին են կարող եք մատնանշել ու հիմնական քայլերը ասել, որ պատրաստում եք ձեռնարկել։ Առաջինը ես կասեմ, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսական զարգացման համար խոչընդոտում է ԵԱՏՄ-ն։ Այնպիսի ինտեգրացիոն կառույցներում ենք, որոնք որ չեն ծառայում մեր տնտեսության աճին եւ մեր անվտանգության բավարար չափի ապահովմանը։ Օրինակ ՀԱՊԿ, օրինակ ԱՊՀ-ն, որը ԱՊՀ-ն Խորհրդային Միության վերապրուկ է։ Համար 2 արտաքին քաղաքականության հիմնախնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում գնահատական տալ այն տարածաշրջանային եւ գլոբալ իրողություններին, որոնք որ մենք հիմա գտնվում ենք։ Այսինքն Հայաստանի արտաքին բազմավեկտոր քաղաքականությանը դուք բացասական գնահատական եք տալիս, որ բոլորի հետ մենք ռազմավարական գործընկերության համաձայնագրեր ենք կնքում ու պատրաստվում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները։ Կլինի դա Պակիստանը, կլինի Չինաստանը, այլ երկրներ։ Դա աբսուրդ է։ Աշխարհում չի կարելի բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Ներկայիս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կոնֆլիկտոգեն է։ Դուք ոնց կարաք ԵԱՏՄ-ում լինեք եւ Եվրամիության ակնկալիքներ ունենաք վիզաների ազատականացում։ Մյուսը Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի որպես հայ ժողովրդի պետական կառավարման համակարգ եւ քաղաքական ամենաբարձրագույն ինստիտուտ առաջ չտանելու ամբողջ աշխարհում հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Դրա մաս հանդիսացող նաեւ Արցախի մեր հայրենակիցների բնական իրավունքները, իրենց պապենական բնորանում ապրելու։ Մյուսը ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման քաղաքականությունը, որը կանխարգելիչ բնույթ ունի, որտեղ ցեղասպանությունները կանխարգելվում են դրանց պատժելիությունը ապահովելով, ոչ թե դրա ուրացումով։ Ներքաղաքական իրավիճակում կարծում եմ, որ ինստիտուտների կայացման գործընթացում ներկայիս քաղաքական ուժը ձախողել է։ Պետական կառավարման համակարգում համակարգաշինությունը զրոյական մակարդակի վրա է եւ ներառականությամբ չի օժտված։ Այսինքն միջգերատեսչական կապը հորիզոնական եւ ուղղահայաց մակարդակներում խաթարված է Հայաստանի Հանրապետությունում։ Երկրորդը բարձրաստիճան որոշումների կայացողների հայեցողական պաշտոններում նշանակված չեն անձիկ, որոնք որ այդ հմտությունների կրողն են։ Երրորդը ներքաղաքական իրավիճակներում կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում արդարությունը վերականգնված չի։ Նրանք իրենց վերջին 7-րդ համագումարի ժամանակ հանրահռչակել են մի ռազմավարություն, հռչակագիր, որով ուղղակի տապանակարն են դնում Հայաստանի Հանրապետության։ 4-րդ հանրապետության մասն է խոսքը։ Այո, ճակերտավոր ասած այդ հանրապետության։ Հայաստանի Հանրապետությունը մեկն է։ Հիմա դուք այդ հանրապետությունը թաղում եք։ Նոր հանրապետություն եք ուզում ստեղծել, որը անպայման վիճարկվելու է ձեր հարևանների կողմից, ժողովրդի նորից տանելու եք պատերազմի թուրքերի դեմ, որ կարողանա ժողովուրդը վերահաստատել իր նոր պետությունը։ Դուք 44 օրյային մասնակցել եք, չէ՞ ճիշտ եմ հիշում։ Այ ինչ հիշողություններ ունեք ու ինչ պետք էր անել այն ժամանակ, որ այդպես էլ չարվեց։ Պետք է շարունակել կռվել։ Ռեսուրսների բացակայության դեպքում էլ արդեն 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ինտենսիվությունը մարտական գործողությունների նվազել էր։ Սպառազինության ու ռեսուրսների պակաս ուներ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ Ադրբեջանը նույնպես։ Եթե մենք կարողանայինք մինչև փետրվար կռվել, իսկ մենք կարող էինք մինչև փետրվար կռվել, եւ ադրբեջանցիների զինված ուժերը արդեն բավականաչափ հեռացել էին իրենց սնուցող կենտրոններից, լոգիստիկ խնդիրներ էին ունենալու ձմեռային իրողություններով, իսկ հայկական զինված ուժերը ընդհակառակը մոտեցել էին կենտրոններին, լոգիստիկ խնդիրներ չէին ունենալու։ Թրամփին փոխարինել էր արդեն Ջոզեֆ Բայդենը, որը գալով հանդերձ Հայաստանի Հանրապետության լուծարումը կասեցրեց։ Ես կարծում եմ, որ եթե մենք երկարաձգեինք մարտական գործողությունները, Ադրբեջանի շահած հատվածը լինելու էր Վարանդայի եւ Ջրականի շրջանում այդ խորացած 20 կիլոմետրը մի քիչ Թալիշի կողմերից մտած տեղեր կունենային, կսառեցվեր բանակցային գործընթացը, 2022 թվականը միջև որ ձգվեր Պուտինը արդեն չէր համբերելու։ Ով Վարդենիսից Խարվաճար գնացել է Մարտակերտ։ Շատ լավ գիտի այդ ծերպերը ու լեռնանցքները փոքր ուժերով հնարավոր է ահռելի քանակությամբ զինված ուժերի դեմը փակել։ Անառիկ ամրոց են վերցրել մեր ձեռից։ Լեռնային Ղարաբաղը տրվել է, ոչ թե գրավվել։ Հեղափոխություն եղած այդքան մեծ էմոցիոնալ սատարում գտնող իշխանությունները ամենահարմար պահն էր մարտական գործողությունները շարունակել։ Հոկտեմբերին եւ նոյեմբերին արդեն ադրբեջանական մամուլում խուճապ էր տարածվում։ Իլհամ Ալիևն էր հետընթացի համար հայտարարություններ անում, ասում էր հայերը ինչ որտեղից սպառազինություն են ստանում,
Բացի այդ, մեր զինված ուժերում մի քանի արատավոր երևույթներ կային։ Ծաղրուծանակի էին ենթարկվում 21-րդ դարի սպառազինության տեսակները։ Անօթաչու թռչող սարքերը խաղալիքի տեղ էին համարվում։ Լուրջ չէին վերաբերվում։ Իհարկե։ Հին կադրերը նայեք։ Պաշտպանության նախարարների, գեներալների ծիծաղում էին անօթաչուների վրա։ Անմակարդակ են եղել, որովհետև անմակարդակ գեներալ են եղել գեներալի ուսադիրներին ոչ համապատասխան մակարդակով։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը եթե դառնա իշխող ուժ, ինչ կարմիր գծեր կունենա։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը գերակա արժեք է, քննարկման սակարկման իրավունք չկա որևէ մի կերպով։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը անպայման լյուստրացիա է իրականացնելու այլընտրանքային արդարադատության միջոցով, որ մեկ ընդմիշտ արդարությունը վերականգնվի Հայաստանում։ Մեկ ընդմիշտ, որ մեզանից հետո ով էլ գա, լինի մաքուր ուժ։ Յուրաքանչյուրս ունենալ ենք մասնագիտացում եւ ռազմական գործողություններին համընթաց եւ խաղաղ իրավիճակների համընթաց։ Անկախ սեռից ու մասնագիտությունից, բայց կանանց եւ աղջիկների պարագայում գուցե առաջին этаպում կլինի կամավորության սկզբունքով։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, որ մենք իրագործելու ենք, դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների աշխատանքն է լինելու, բայց ոչ թե հիմնվելով 1995 թվականի 2005 թվականի եւ 2015 թվականի սահմանադրական խեղումներով եւ իմ գնահատմամբ հեղաշրջումների վրա, այլ անկախության հռչակագրի վրա հիմնված նոր սահմանադրությամբ։ Արդյոք տեսնում եք ուժեր, որոնց հետ պատրաստ եք համագործակցել։ Նոր ուժերի հետ պատրաստ ենք համագործակցության, բայց այդ նոր ուժերը պետք է ապացուցեն, որ իրանք արբանյակ ուժեր չեն։ Ձեզ համարյա չեն ճանաչում։ Ինչպես եք պատրաստվում դա ուղղել։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների պատկառելի դեր ունի Հայաստանի Հանրապետությունում, լինելով ընդամենը 5 ամսվա ուժ, մենք արդեն 3-4 ուժը ներկայացնող ուժ ենք Հայաստանի Հանրապետությունում։ Աշխատում ենք Գուրգեն Սիմոնյան YouTube-յան ալիքի զարգացման ուղղությամբ, այցելություններ ենք ունենում մարզեր, շփվում ենք, նաև մեզ համար մեր սկզբունքներին հոգեհարազատ լրատվամիջոցներին հարցազրույցներ ենք տալիս, որոնց աշխատանքը ու պրոֆեսիոնալիզմը խիստ հավանում ենք, որոնցից մեկը ձեր ՌՕՓ-ն է։ Գուցե հիմա առանձնացնեք 3 հիմնական ուղղություններ, որոնցով կզարգացնեք Հայաստանի տնտեսությունը։ Այո։ Առաջինը, որ կուզենամ նշել, տարածաշրջանային պրոյեկտներին հավասարարժեք մասը դառնալու հարցն է, այսինքն ոչ թե ամբողջ քո եկամուտները հավասարապես կիսես այլ դերակատարների հետ, այլ դու տերը կանգնես։ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի միջազգային օդափոխադրումների համար տրանզիտային գոտի դառնալու։ Զվարթնոց օդանավակայանը կարող է 10 անգամ մեծանալ իր մասշտաբներով, ենթակառուցվածքները զարգացնելու եւ արդեն հաշվարկներ գոյություն ունեն, որ տարեկան 100 միլիոն զբոսաշրջիկի տրանզիտ կարող է ապահովել միայն Հայաստան 100 միլիոն պատկերացնում եք ինչ թիվ է։ Մենակ այդքան մարդ տարեկան որ մտնի Հայաստանով ինչ որ միտեղ գնալու համար, միայն օդանավերում սպասարկող այդ սնունդի վրա գյուղատնտեսություն է պետք լինելու զարգացնել։ Հայաստանի Հանրապետության ավտոպարտքը գնալով ֆիզիկապես մաշվում է։ Մենք մեքենաների գերեզմանոցի ենք վերածվել։ Հայաստանի Հանրապետությունում այսօր 1 միլիոն մեքենա կա, որոնք որ ուտիլիզացիայի ենթակա տրանսպորտային միջոցներ են, նրա զգալի մասը, դրանց էկոլոգիային հասցված վնասի մակարդակը պատկերացնում եք ինչ է։ Իսկ ո՞րն է պատճառը, որ ավտոպարկը չի թարմացվում։ ԵԱՏՄ-ն։ Ընդհանրապես մի բան կասեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անպայման գնան ընտրության։ Անպայման գնան ընտրությունների։ Անկամ եթե որևէ մեկին չեն հավատում, թող գնան բյուլետենը փչացնեն, բայց գնան գրանցվեն, որ իրանք գնացել են ընտրատեղամաս։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։